Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի 2021-24 թվականների կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանական համակարգն այսօր տոնում է մասնագիտական տոնը։ Նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորանքներն ընդունելով նախարարության կատարողականի մասին ելույթով է հանդես գալիս։ Նախ պիտի նշեմ, որ տարվա կտրվածքով մենք շարունակել եւ ավարտին ենք հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի գործադիր իշխանության մարմնի նոր մասի ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ընդ որում քաղաքացիական վերահսկողության եւ նաեւ քաղաքական պատասխանատվության ներքո է ձևավորվել այս կարևորագույն ինստիտուտը եւ պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սահմանում են այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամեծ նվաճումը։ Ոստիկանական համակարգի բարեփոխումները հաջողված են, դա է վկայում նաև միջազգային փորձագիտական շրջանների արձագանքն, ասում է նախարարը։ Աշխատանքներն էլ շարունակական են։ Ժամեր առաջ նաև վարչապետի գլխավորությամբ բացել ենք պաշտոնապես Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը ոչ թե պարզապես հերթական շենք է իր բովանդակությամբ, որը բացել ենք, այլ մի մեծ բովանդակություն, որը որ մեզ պիտի թույլ տա այս աշխատանքն իրականացնել նոր պայմաններում, նոր որակով եւ նաեւ նոր ստանդարտով։ Գեղամ Նազարյանին անհանգստացնում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների շրջանառության ահագնացող ցուցանիշները։ Որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդնել պարտադիր թեստավորման համակարգ։ Պարտադիր համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունը առնվազն ինձ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր անչափահասները ներգրաված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ապօրինի շրջանառության process-ում, ինչը այդպես չի, պարոն Նազարյան։ Հայաստանում ես ձեզ ասեմ, որ այդ կամավոր թեստավորումը որևէ արդյունք չի տա, որովհետև որևէ ծնող չի ընդունի, որ իր երեխան թմրամոլ է կամ հակում ունի, դա անիմաստ գործողություն է լինելու եւ ճիշտը պարտադիրն է եւ ընտրովին է։ Պարտադիր չի բոլորին մենք թեստավորենք։ Կարելի է մտնել դասարան եւ այդ օրը 2 երեխայի թեստավորել կամ 1-ի։ Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը մանրամասն քննարկվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Սարգիս Խանդանյանն արտաքին հարաբերությունների հատվածին է անդրադառնում։ Ես ուզում եմ արձանագրեմ, որ 2024 թվականը արդյունավետ էր 2021-2026 թվականների կառավարության ծրագրի կատարման համար արտաքին հարաբերությունների տեսանկյունից Եվ որոշ ուղերձներ, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում այս տարի ոչ միայն կատարվել են, այլ երբեմն նաև գերակատարվել են։ Վրաստանի հետ վերջապես հաստատվել են ռազմավարական հարաբերություններ, Իրանի հետ նախանշվել է առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացում։ Եվրամիության հետ քննարկումներ են նոր գործընկերության օրակարգի շուրջ։ 2024 թվականին Թուրքիայի եւ Հայաստանի միջև եղել է աննախադեպ քաղաքական երկխոսության մակարդակը աննախադեպ կերպով բարձրացել է բոլոր մակարդակներում, ոչ միայն երկրների ղեկավարների, արտգործնախարարների եւ հատուկ ներկայացուցիչների միջև, այլ նաեւ եղել են ոլորտային գերատեսչությունների միջև երկխոսություն 2024 թվականը եղել է մեր անկախության շրջանի ամենախաղաղ տարին, բայց բացի այդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է սահմանազատման գործընթացը, ստորագրվել է առաջին երկկողմ փաստաթուղթը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը եւ այն վավերացվել է այս խորհրդարանի կողմից եւ ի վերջո համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ագնես Ախամոյանը բացահայտումներով է մոտեցել ամբիոնին, համընդհանուր հայտարարագրման համակարգը ոչ միայն առաջիկայում հարկային բեռն է ավելացնելու, այլ նաեւ չհայտարարագրելու դեպքում քրեական պատասխանատվություն է ենթադրելու։ Նամակներ ուղղել է եւ ՊԵԿ նախագահին եւ գլխավոր դատախազին, ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։ Հիմա վարչապետին է հարցնում։ Հրապարակային ձևակերպում եմ հարցս եւ ակնկալում եմ հստակ պատասխան։ Շատ հստակ պատասխան եմ ակնկալում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատվելու է հայտարարագիր չներկայացնելու համար, այնպես ինչպես սահմանում է քրեական օրենսգրքի 444 հոդվածը։ Խամոյանի հարցն անպատասխան մնաց, կառավարություն ազգային ժողով հարցու պատասխանին էլ ընդդիմությունը չմասնակցեց։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր բացակայեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը եւ ողջ ընդդիմությունը բացառությամբ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի։
որոնք ասում են, որ իրենք ընդդիմություն չեն, հետևաբար ընդդիմությունը բացակա է։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։